Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակն են բացում Գորիսում։ Տոնական ժապավենը Գորիսի քաղաքապետի, Սյունիքի մարզպետի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ կտրում է Ֆրանսիայի հայազգի պատվո հյուպատոս Կարմեն Ապունցը։ Նա է նստելու Գորիսի քաղաքապետարանին կից այս շենքում։ Գորիսը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է, ասում է մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին։ Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները ռազմավարական են դարձել դիվանագետի համոզմամբ։ Այն, ինչ կառուցում ենք միասին, պարզապես տեխնիկական համագործակցություն չէ, պարզապես բարեկամություն չէ, այլ իրական հնարավորություն իրավիճակի վրա ազդելու, աջակցելու Հայաստանին եւ գործելու հանուն խաղաղության։ Պատվո հյուպատոսի գրասենյակը ի տարբերություն գլխավոր հյուպատոսության քաղաքական գործառույթ անձեռնմխելիություն չունի, հիմնականում մշակութային հումանիտար առաքելություն է իրականացնում։ Ինչու է պաշտոնական Փարիզը պատվո հյուպատոսի գրասենյակ բացել ամեն օր ադրբեջանական գրակահերթերից արթնացող Սյունիքում։ Այս մասին որևէ մեկնաբանություն չկա։ Դեռ 2022-ի երրորդյա պատերազմի օրերին ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցները գրում էին, որ Ֆրանսիան Բաքվին հետ պահելու եւ Հայաստանի հարավը պաշտպանելու համար պատրաստվում է Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այսօր Գորիսում կայանալիք։ Ամեն դեպքում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը համոզված է, որ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Վստահ է, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը Սյունիքում եւս խաղաղության ու համագործակցության ուղերձ է։ Այն մեկ քայլով մոտեցնում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Բաքվի հետ խաղաղության պայմանագրին աջակցող Ֆրանսիայի արտգործնախարարն էր նախորդ շաբաթ Հայաստանում հայտարարել Գորիսում Ֆրանսիայի հյուպատոսական գործակալություն բացելու մասին։ Իսկ Ապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը մայիսի վերջին Սերգեյ Լավրովն էր քննարկել հայ պաշտոնակցի հետ։ Սյունիքում հյուպատոսություն բացելու մտադրության մասին քանի տարի է խոսում է Ռուսաստանը։ Ինչու այն այդպես էլ չի բացվում։ Լավրովի երևանյան այցից հետո Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հորդորել էր այդ հարցը տալ հայկական կողմին։ Գայանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։